Գիրք առակաց, գլուխ 3 և 4 Որդյակ, մի անարգիր տիրոջ խրատը և մի դժգոհիր նրա հանդիմանությունից, քանզի Տերը ում սիրում նրան խրատում է և պատժում նրան ում ընդունում է որպես որդի: Երանի այն մարդուն, որ իմաստություն կգտնի, և այն մահկանացուին, որ հանճար կգտնի, քանզի իմաստությունն ավելի թանկ արժե, քան ոսկու և արծաթի գանձերը: Այն առավել հարգի է, քան անգին քարերը, և չկա ոչ մի չար բան, որ հակառակ կանգնի նրան: Յուրաքանչյուրին, ով մերձեցել է իմաստությանը, հայտնի է, որ այն ամենը, ինչ հարգի է համարվում, չունի դրա արժեքը: Քանզի նրա աջ ձեռքում երկար օրեր ու կյանքի տարիներ, նրա ձախ ձեռքում փառք և հարստություն կա: Նրա բերանից բխում է արդարություն, իսկ իր լեզվի վրա նա կրում է օրենք ու ողորմություն: Նրա ճանապարհները բարու ճանապարհներ են, և նրա բոլոր շավիղները խաղաղության: Նա կենաց ծառ է բոլոր նրանց համար, ովքեր ապավինում են նրան, և վստահությամբ հենվում նրա վրա ինչպես տիրոջ վրա: Աստված իմաստությամբ դրեց երկրի հիմքերը և իմացականությամբ հաստատեց երկինքը: Իր հանճարով անդունդներ բացեց և ամպերն անձրևներ տեղացին: Որդյակ, մի անտեսիր, այլ պահիր իմ խորհուրդներն ու իմաստությունը, որպեսզի ապրի քո հոգին, և դրանք քո պարանոցի վրա զարդ լինեն, բուժում լինեն մարմնիդ համար և ոսկորներիդ համար դարման: Եվ դու ապահով կգնաս քո բոլոր ճանապարհներով ու ոտքդ չի սայթաքի: Եթե նստես, աներկյուղ կլինես, եթե քնես, քունդ անուշ կլինի, և չես երկնչի հանկարծահաս սարսափներից, ոչ էլ ամբարիշտների վերահաս հարձակումներից, որովհետև Տերը կլինի քո բոլոր ճանապարհների վրա և ոտքդ հաստատուն կպահի, որ չսայթաքես: Մի հապաղիր կարոտյալին բարություն անել, երբ քո ձեռքը կարող է օգնել նրան: Չասես, թե գնա, կգաս, վաղը կտամ, մինչդեռ կարող ես բարությունդ անել, քանի որ չգիտես, թե վաղն ինչ է բերելու քեզ: Չարիք մի նյութիր բարեկամիդ դեմ, որը քեզ վստահում է և հույս է դրել քեզ վրա: Ջուր, զուր տեղը մի թշնամացիր մարդու հետ վիճելով, որ նա քեզ չարիք չպատճառի: Զգուշացիր չարագործ մարդկանց նախատինքներից և մի նախանձիր նրանց ճանապարհներին: Քանզի անօրենը պիղծ է Տիրոջ առջև և չի հաղորդակցվում արդարների հետ: Տիրոջ անեծքն ամբարիշտների տներում է, մինչդեռ արդարների տներն օրհնվում են: Տերը հակառակ է ամբարտավաններին, նա շնորհ է տալիս խոնարհներին: Փառքը պիտի ժառանգեն իմաստունները, իսկ ամբարիշտները պիտի բազմացնեն իրենց անարգանքը: Որդիներ, լսեցեք ձեր հոր խրատը և անսացեք ճանաչելու իմաստությունը, քանզի ձեր բարի պարգևներ պիտի տամ: Մի թողեք իմ պատվիրանները, որովհետև ես ևս հնազանդ որդի էի հորս համար և սիրելի էի մորս աչքին: Նրանք սովորեցնում էին ինձ ու ասում. «Թող մեր խոսքը հաստատվի քո սրտում: Պահիր մեր պատվիրանները և ապրիր: Իմաստություն ձեռք բեր, խելք ձեռք բեր և մի մոռացիր: Մի արհամարհիր իմ բերանի պատգամները և մի շեղվիր իմ շուրթերի խոսքերից: Մի թող իմաստությունը և նա կպաշտպանի քեզ: Սիրիր այն և նա կպահպանի քեզ: Իմաստություն ձեռք բեր, ահա զգոնության սկիզբը: Եվ խելացի եղիր քո կյանքի բոլոր ճանապարհներին: Պարփակվիր իմաստությամբ, և նա պիտի բարձրացնի քեզ: Մեծարիր այն, և նա քեզ կառնի իր գիրկը: Նա շնորհի պսակ կդրի քո գլխին և փառքի պսակով կպահպանի քեզ: Լսիր, որդյակ, և ընդունիր իմ խոսքերը, և քո կյանքի տարիները պիտի շատանան: Եվ պիտի ավելանան քո կյանքի ճանապարհները: Ես իմաստության ուղիներն եմ ուսուցանում քեզ և քեզ սովորեցնում եմ ընթանալ ուղիղ շավիղներով, որպեսզի եթե գնաս, ընթացքդ չխափանվի, եթե վազես, երբեք չհոգնես: Ամուր բռնիր իմ խրատը և բաց չթողնես այն: Այլ պահիր, որովհետև քո կյանքն է այն: Մի գնա ամբարիշտների ճանապարհով և մի նախանձիր անօրենների ճանապարհներին: